Իշխանությունը շարունակում է պատերազմի թեմայով վախեցնել հանրությանը, հիմա արդեն չեն սահմանափակվում միայն Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից հրահարվելիք պատերազմի սպառնալիքով, ասում են, որ ընդդիմությունը երբ գա իշխանության, 300,000 հայաստանցիների ուղարկելու է Ուկրաինայի դեմ կռվելու։ Ակնհայտ է, որ սա կեղծիք է, ակնհայտ է, որ սրան հավատացողները պատրաստ են հավատալ քաղաքացիական պայմանագրի ամենավերջին հիմարագույն թեզին, բայց մի բան էլ է ակնհայտ, այս տարիներին Հայաստանի եղած բոլոր իշխանություններից միայն քաղաքացիական պայմանագիրն է, որ Ռուսաստանի դրոշի ներքո, Ռուսաստանի զորքի կազմում Հայաստանի տարածքից դուրս որևէ տեղ զորք է ուղարկել, խոսքը 2019 թվականին հայ սակրավորներին ռուսական զորախմբի կազմում Սիրիա ուղարկելու մասին է։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Նիկոլ Փաշինյանը կարծի, թե իր իշխանության պահպանման համար պետք է, որ հազարներով մարդ ուղարկի Ուկրաինայի դեմ կռվելու կամ Ռուսաստանի դեմ կռվելու, ինքը դա անելու է։ Իրենք ապացուցել են, որ պատրաստ են իշխանության պահպանման համար անել ամեն բան, ռուսամոլից մինչև ռուսաֆոբ աշխատելու շրջանակում։